Այսօր մենք ազգային ժողովի 107 պատգամավորներին պատրաստում ենք հանձնել առանձին գրություններ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացի մասին։ Գրության հասցեատերերը ամեն մի պատգամավոր առանձին է, այսինքն ամեն պատգամավոր իր անուն ազգանուն հայրանունով կստանա առանձին գրություն, բայց բովանդակությունը բոլորին նույնն է, այսինքն որևէ խմբագրական տարբերություն չկա, հասցեատերը քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր է, թե Հայաստան խմբակցության, թե պատիվ ունեմ խմբակցության, թե խմբակցությունից դուրս եկած անկախ պատգամավոր։ Անկախ դրանից այդ պատգամավորը պաշտոն զբաղեցնում է ազգային ժողովում, թե չէ, հանձնաժողովի նախագահ է, ազգային ժողովի փոխնախագահ, թե ոչ։ Բոլորին հասցեագրված են որպես պատգամավորներ այդ կարգավիճակով։ Գրության բովանդակությունը նույնն է, այսինքն վերաբերում է Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնից անվստահություն հայտնելուն։ Եվ ինչի է այդպես, որովհետև անվստահություն հայտնելու թե նախաձեռնությունը, թե որոշման կայացումը, դա վերաբերում է ոչ թե խմբակցություններին, այլ պատգամավորներին։ Ամեն պատգամավոր ունի այդ իրավունքը, եւ այստեղ նաեւ մեծանում է պատգամավորների անհատական պատասխանատվության հարցը այս գործընթացի վերաբերյալ։ Կան հիմնավորումներ, այսինքն գրությունը իրենից ներկայացնում է որոշման նախագիծ ազգային ժողովի եւ հիմնավորումներ, թե ինչի պետքա դա տեղի ունենա։ Կարծում ենք, որ պատգամավորները շատ են ուշացրել այդ նախաձեռնությունը եւ այդ որոշման կայացումը, բայց ունենք 11 կողմից որպես գրության հեղինակ 10-օրյա խելամիտ ժամկետ վերջնական դիրքորոշում արտահայտելու համար եւ մենք որից հետո հիմա անհատապես դամակներ ենք գրել, անհատական արձագանքների մասին հանրությանը տեղյակ կտանք, ասենք եթե որևէ պատգամավոր մեզ չպատասխանի, կասենք, որ այս պատգամավորը մեզ չի պատասխանել, եթե որևէ մեկը պատասխանի, դրա բովանդակություն է հանրությանը կասենք, որից հետո կորոշենք մեր հետագա անելիքները, այսինքն մեր կարծիքով, իմ որպես նաև այս նախաձեռնության հեղինակներից մեկի կարծիքով, դա պատգամավորների պարտականությունն է նման իրավիճակներում անվստահություն հայտնել վարչապետին, եւ եթե նրանք հրաժարվում են իրենց պարտականությունները կատարելուց, ես արդեն դիմել եմ հանրության աջակցությանը, հանրության օգնությանը, որպեսզի միասնական ուժերով, որպես ժողովուրդ, որպես իշխանության տեր, պահանջենք մեր ծառայողներից, հանրային ծառայողներից, որպեսզի իրենք կատարեն իրենց ծառայողական պարտականությունը։ Իսկ եթե պատգամավորներից մեկը կամ մի քանիսը դրական արձագանք են ձեր նամակներին, ձեր քայլերն ինչ են։ Ես կարծում եմ դա արդեն բավարար է գործընթացի մեկնարկը ազդարարելու համար, որտեղ ինչ-որ մի պահի գոնե մեկը պետք է սկսի այդ գործընթացը։ Եթե լինի այդ գործընթացը, այսինքն որևէ պատգամավոր նախաձեռնի վարչապետի թեկնածուով անվստահություն հայտնելու գործընթաց, ապա կարծում եմ, որ մեր մոտեցումն է աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին, միանալ նրան եւ նրան օգնել, որպեսզի նա իր օրենսդրական նախաձեռնությունը, այդ որոշում կայացնելու նախաձեռնությունը կյանքի կոչի, այսինքն ունենա այլ պատգամավոր գործընկերների աջակցությունը եւ միասնական ջանքերով հասնել այդ որոշմանը։ Դրա համար մեզ շատ մեծ ջանքեր պետք չի, անհրաժեշտ է ընդամենը 54 պատգամավորի կողմից, 107 պատգամավորներից ընդամենը 54-ը։ Այսինքն նամակների մեջ հատուկ տեղ կա, որտեղ յուրաքանչյուր պատգամավոր, ես այդպես հասկացա, պետք է նշի վարչապետի իր թեկնածուի անունը։ Դա պահանջ է։ Գործընթացը չի կոչվում այսինչանին վարչապետ ընտրելու մասին։ Գործընթացը եւ սահմանադրական ձևակերպումը կոչվում է վարչապետին անվստահություն հայտնելու մասին։ Այսինքն գլխավոր խնդիրը ոչ թե ինչ-որ մեկին վարչապետ ընտրելն է, այլ գլխավոր խնդիրը գործող վարչապետին անվստահություն հայտնելն է։ Պարզապես սահմանադրությունը պահանջ ունի, որ այդ գործընթացը պետք է ունենա վարչապետի թեկնածու։ Իսկ ով կարող է լինել այդ թեկնածուն։ Դա կարող է որոշել միայն այն պատգամավորը, ով այդ նախաձեռնությունը հեղինակում է, դա պատգամավորների իրավունքն է, դրա համար մենք չենք կարող հիմա պարտադրել կամ պահանջել կամ ակնկալել որևէ մեկի թեկնածությունը, որ որևէ մեկը պաշտպանի։ Եթե պատգամավորները պարզվի, որ գործընթացը չեն սկսում այն պատճառով, որ իրանք չունեն վարչապետի թեկնածու, ապա մենք այդ հարցում իրանք օգնենք ներկայացնելով մի քանի 100 մարդու թեկնածություն, որի հատկանիշները կարծում ենք, որ առավել են, քան գործող վարչապետին։